Նախապատերազմյան վայրիվերումների և համընդհանուր լարվածության ֆոնին խորհրդային իշխանությունը հարկադրված խոշորացույցի տակ առավ ռազմական արդյունաբերությունը։ Ճիշտ է, որոշ գործարաններ վերապրոֆիլավորվել ու անցել էին ռազմական արտադրության, սակայն ոլորտը կանոնակարգելու խնդիր էր առաջացել։ 1931-ից 32 թվականները բեկումնային դարձան ռազմաարդյունաբերության համար։ Հարցն ամենայն մանրամասնությամբ էր քննարկվում Կենտկոմի քաղբյուրոյի փակ նիստերում։ Արդյունքում աննախադեպ աճեց ձեռնարկությունների թիվը, ընդլայնվեցին ռազմական ծրագրերը ու պատվերները։ Կարմիր բանակն արագ վերազինելու համար արվեց հնարավորն ու անհնարը։ Ստալինի ղեկավարած Պաշտպանության կոմիտեն գերակա ուղղություն հռչակեց ավիացիոն արտադրությունը, տանկաշինությունը, նավաշինությունը, հրետանային և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը։ Այսպիսով ԽՍՀՄ մի մեծ ռազմական ճամբար էր դարձել, որտեղ գլխավոր ամեն ինչ ուղղված էր երկրի պաշտպանությանը։ Օդում, ջրում և ցամաքում հակառակորդին դիմակայելու համար ԽՍՀՄ-ում նոր թափ է առնում զինամթերքի մասսայական արտադրությունը։ Ամեն մի տագնապի ժամանակ սովետական սպառազինության արդիականացումը դառնում է հրամայական։ Ռազմի դաշտում լեգենդար Կատյուշայի հայտնվելը սառը ցնցուղ էր գերմանացիների համար։ Աշխարհի ոչ մի երկրի բանակում այսպիսի զենք չկար։ Խորհրդային զինվորների սիրելի Կատյուշայի գաղտնիքը չբացահայտելու համար հատուկ մեխանիզմ էր մշակվել։ Թշնամու ձեռքն ընկնելուց առաջ սեղմում էին ինքնաոչնչացման կոճակը։ Ինքը 1941 թվականի հունիսի 21-ին կենտրոնական ապարատում ցուցադրվեց և բավական մեծ ոգևորությամբ ընդունվեց և անմիջապես հրամանտրվեց, որ այն պետք է գնա արդեն սերիական արտադրության։ Պատերազմը սկսվելուց ուղիղ 1 օր առաջ։ Հաղթանակի լեգենդար զինատեսակը ռազմադաշտում կիրառվեց, երբ Իվան Ֆլյորովի հրամանատարությամբ մարտիկները մեկ համազարկով ամբողջությամբ ոչնչացրին Օրշա երկաթուղային հանգույցը, այնտեղ տեղակայված գերմանական էշելոններով։ Բացառիկ ու հզոր զենքի հաջողությանը զուգահեռ շեշտակի ավելացավ նաև BM-13-ի արտադրության տեմպը։ Բավական սարսափելի էր գերմանացիների համար, բայց այստեղ էլի մի հատ բայց կա, որովհետև տվյալ պահին հենց կոնկրետ այդ երկաթուղային հանգույցին հարվածելու համար օգտագործվել են հատուկ տեսակի ռեակտիվ միջոցներ, որոնց մարտագլխիկը սպիտակ ֆոսֆորից էր։ Այսինքն լցոնված էր սպիտակ ֆոսֆորով, որը հրկիզող նյութ է, երևի գիտեք, և ինքը բարձր ջերմությամբ հրդեհներ է առաջացնում, այրում է ամեն ինչ։ Եվ հենց դրա կիրառումը արդեն գերմանացիների մոտ մեծ խուճապ առաջացրեց, այդտեղից սկսեցին լեգենդները Կատյուշայի մասին, թե իրենից ինչ է ներկայացնում Կատյուշան, իրականում, այո, տվյալ ժամանակահատվածում աշխարհի ոչ մի երկիր դեռևս չուներ համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր և Կատյուշան առաջինն էր։ Կատյուշայի թիրախում ֆաշիստների կրակակետերն էին, նաև կենդանի ուժը։ Բացի ռազմականից, Կատյուշան հոգեբանական հզոր ազդեցություն ուներ։ Կարմիր բանակին ոգեշնչում էր, իսկ գերմանացիներին ստիպում ավելի խորը թաքնվել հողի տակ։ Եթե մեկ համազարկ կրակես, մինչև 1000 հրթիռ կրակում է որոշակի փոքր տարածության վրա, ասենք 1000 մետր քառակուսու վրա, և շատ մեծ թվով խոցում է տեղապահովում։ 1941-ից 45 թվականներին արտադրվում է մոտ 11,000 BM-8, 13, 31-ից 12 մարտական մեքենա։ Գերմանացիները BM-13-ը անվանում էին Ստալինյան երգեհոն։ Թռիչքի ժամանակ ռեակտիվ արկը արտասովոր ֆշշոց էր հանում։ Ֆաշիստները բազմիցս փորձել են Կատյուշայի նմանը մշակել։ Նրանց զինանոցում Նեբերվերֆել 6 փողանի ռեակտիվ ականանետ կար։ Սովետական զինվորներն էլ նրանց զենքին տվել էին Վանյուշա մականունը։ Միացյալ Նահանգները միայն 1943 թվականին իրենց առաջին մոդելները ստեղծեցին, բայց այդ առաջին մոդելները իրենք ավելի նման էին այն 30-ականների վերջին խորհրդային միությունում ստեղծված այդ դեռևս նախատիպերին, իրենք որոշակի խնդիրներ ունեին, այդ խնդիրները ավելի կախված էր նրա հետ, որ օրինակ
կրակի համազարգային կրակի ժամանակ մեքենան անընդհատ շարժվում էր, այդ շարժումների պատճառով ինքը բավական մեծ ցրումով էր կրակում հրթիռները եւ անհրաժեշտ այն տարածությունը, որ հաշվարկած էր, որ այդ քանակությամբ հրթիռներով պետք է ենթադրենք տեսականորեն 1 հեկտար տարածության վրա ամեն ինչ ոչնչացվի, ինքը ցրվում էր 2 կամ 3 հեկտարի վրա։ Կատյուշան այնքան սիրվեց, որ իր ուրույն տեղը գտավ նաև մշակույթի մեջ։ Բազմաթիվ գրական ստեղծագործություններ նվիրվեցին լեգենդար սովետական զենքին։ Այն դարձավ նաև մի շարք ֆիլմերի գլխավոր հերոսը։ Իդեպ զենքի անունը Կատյուշա ժողովուրդն է տվել։ Իլ-2 կիրառումը սկսվեց Կատյուշային զուգահեռ։ Գրոհային ինքնաթիռը ավիացիայի պատմության մեջ նմանը չուներ։ Կոնստրուկտորներն իրենց արտադրանքը թռչող տանկ էին անվանում։ Ինչի համար, որ այն զրահապատ է, ունի զրահ, նրան խոցելը դժվար է, ինքը ունի հրանոց։ Իլ-2-ը դարձավ ոչ միայն հաղթանակի խորհրդանիշը, այլև ռազմաճակատի գործողությունների լոկոմոտիվը։ Ուշագրավ է, որ այս ինքնաթիռի որոշ մասեր պատրաստվում էին փայտից։ Եթե այդ ինքնաթիռը որոշակի խնդիրներ էր ունենում այդ մասերի հետ կապված, կարիք չկար ինքնաթիռը տեղափոխել ինչ-որ գործարանային միջոցներում վերանորոգման, այլ նույնիսկ դաշնային պայմաններում կարելի էր փայտյա մասերը տաշել դնել եւ ինքնաթիռը համարել վերանորոգված եւ մարտի շահագործման պատրաստ։ Իլ-2-ը կարող էր մինչև 600 կիլոգրամ ռումբեր, արկեր եւ հակատանկային հրթիռներ կրել, իսկ թնդանոթները կարող էին խոցել գերմանական տանկերի զրահը։ Թռչում էր մինչև 6000 մետր բարձրության վրա 400 կմ/ժ արագությամբ։ Գերմանացիները երկաթե թռչունին սև մահ էին կոչում։ 2000 Իլ-2 ինքնաթիռ է կորցրել մեծ հայնական պատերազմի տարիներին եւ կորցրել է, որովհետեւ ի սկզբանե առաջին տարիներին դրանց ուղեկցելու խնդիր կար, այսինքն միշտ չէ որ գործանիշները ուղեկցում էին եւ իրենք շատ հեշտ թիրախ էին հանդիսանում գերմանական ինքնաթիռների համար։ Պատերազմից հետո էլ Իլ-2-ը չմոռացվեց։ Այն դարձավ խորհրդային հերոսության խորհրդանիշ եւ հիմա էլ շարունակում է ոգեշնչել սերունդներին։ Խորհրդային զինանոցը համալրվում էր պատերազմից դեռ տարիներ առաջ։ Առաջին աշխարհամարտից հետո արսենալը թարմացվեց եւ զինվորականների թիվն ավելացավ, հասնելով 1.5 միլիոնի։ Միայն 1932-ին ռազմական բյուջեն արձանագրել էր 120%-անոց աճ, առանցքում ավիացիան եւ տանկաշինություններ։ Պաշտպանական արդյունաբերության 1/3-ն ուղղվում էր հենց այս ոլորտներին։ Ավիացիոն ճյուղն առաջին քայլերը սկսել էր առաջին աշխարհամարտի տարիներին, նավաշինությունը շատ ավելի վաղ, իսկ տանկերի դեպքում դա բոլորովին նոր ճյուղ էր։ ԽՍՀՄ սեփական տանկերը սկսեց արտադրել միայն 1931-ին, այն էլ սահմանափակ քանակով։ Թեև այս ճյուղը Ստալինի խիստ հսկողության տակ էր, սակայն զարգացումը դանդաղում էր։ Խնդիրները հաղթահարվեցին միայն երկրորդ աշխարհամարտի նախօրյակին։ Կարևոր դեր խաղաց ռազմաարդյունաբերության ոլորտի պատասխանատու Օրջոնիկիդզեի այս հանձնարարականը։ Հարկավոր է գազանի համառությամբ զարկ տալ արտադրանքի որակին։ T-34 տանկ, որը Կարմիր բանակի հաղթանակի մյուս սիմվոլն է։ Արագաշարժ էր, մանևրում էր ինչպես պետք էր։ Դիզայնը հասարակ էր, մի քանի նորարարական լուծումներով, բայց դե կարևորն այս դեպքում արտաքինը չէր, այլ զրահամեքենայի ուժն ու արդյունքը։ Լեգենդար T-34-ի նմուշները տեղադրվեցին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում։ Առ այսօր դրանք կանգուն են ու ամեն մեկն իր հզոր պատվանդանի վրա սերունդներին հիշեցնում է անցյալի պատմության փառավոր էջերը։ 1941 թվական հիմնականում աշնանը Մոսկվայի համար մղվող ճակատամարտերում T-34-ով գործող խորհրդային զորքերը բավական մեծ հաջողություններ ունեցան, նույնիսկ դեպքեր են եղել, երբ տանկային վաշտը կարողացել է առանց որևէ կորստի մինչև 15 գերմանական տանկ խոցել եւ դուրս գալ։
T-34-ի արտադրության մեջ աշխարհում առաջին անգամ օգտագործվել է փոխակրիչ եռակցում։ Այս նոր տեխնոլոգիան մեծացրեց տանկերի թողարկման արագությունը։ Զրահի եռակցման այս մեթոդը պարզ էր, նույնիսկ անփորձ աշխատողը կարող էր անել, ինչը կադրերի պակասի պայմաններում անգնահատելի էր։ Այն տանկային ստորաբաժանումների հրամանատարները, որոնք շատ արագ հասկացան T-34-ի առավելությունը որն է, իսկ դա հիմնականում, ասենք, անտառներում, գրունտային ճանապարհների վրա շատ մեծ զորաշարժային ունակություններն են, իրենք արդեն տվյալ տեղանքում կարողանում էին հնարավորինս անսպասելի մոտենալ գերմանական տանկերին, կրակային հարված հասցնել եւ շատ արագ հեռանալ։ Կարմիր բանակի զինանոցում միայն ռուսական արտադրության ռազմամթերք չէր։ Մասնագետների մի մասը պնդում է, որ զինտեխնիկա էր գալիս նաև արևմուտքից։ Արևմտյան դաշնակիցները Խորհրդային Միությանը մատակարարել են ռազմական տեխնիկա, սպառազինություն, ընդ որում խոսքը չի գնում հազարավոր նույնիսկ տեխնիկայի մասին, տասնյակ հազարավորների։ Օրինակ տանկերը 88 տասնյակից ավել հազար խոսքը, այսինքն 80 հազարից ավել տանկեր են մատակարարվել, մոտ, եթե չեմ սխալվում, 400-ից 500 հազար ավտոտեխնիկա է տրամադրվել։ Եթե նայում ենք պատերազմի ժամանակ Խորհրդային Միության ներկայացած թվերի մասին, մոտավորապես մենք տեսնում ենք մի պատկեր, որ ավտոտեխնիկայի գծով շահագործվող մեքենաների մոտ 65%-ը ուղարկվել են արևմտյան դաշնակիցների կողմից։ Հայկական ԽՍՀ-ն պատերազմի նախօրյակին ուներ բավականին զարգացած ծանր արդյունաբերություն, որը մասնագիտացված էր գունավոր մետաղագործության և քիմիական արդյունաբերության մեջ։ Հրատապ լուծում էր պահանջում մասնագետների խնդիրը։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների զգալի մասը զորակոչվել էր Կարմիր բանակ։ Հայաստանում առաջինը ռազմական պատվերներ սկսեցին կատարել տեքստիլ ձեռնարկությունները։ 1941-ին Երևանի կարի ֆաբրիկաների, Կաշվի գործարանի, Լենինականի տեքստիլ կոմբինատի արտադրանքը ամբողջությամբ ուղղվում էր ճակատ։ Այս ձեռնարկությունների հենքի վրա էլ հետպատերազմյան շրջանում շեշտակի զարգացում ապրեց Հայաստանի արդյունաբերությունը։ Խորհրդային 2 տասնամյակների ընթացքում ահռելի ջանքերի շնորհիվ Խորհրդային Միությունը փաստացի արդեն երկրորդ աշխարհամարտի նախաշեմին ուներ ռազմական արդյունաբերություն, որը իհարկե դեռ զարգացման process-ում էր, բայց արդեն ռազմական արտադրանքը բավականին աճել էր։ Իհարկե, հիմնական ռազմական տեխնիկայի բնագավառում, ասենք, տանկերը, ինքնաթիռները ռազմական արտադրության զիջում էր մի շարք երկրների եւ առաջին հերթին հենց Գերմանիայի։ Եվ ահա պատերազմից առաջ խորհրդային ղեկավարությունը խնդիր դրեց զարգ տալ ռազմական ինքնաթիռաշինությանը։ Եվ այս առումով նաև օգտվեց, կարող ենք ասել, նաև խորհրդային Հայաստանը, որովհետև Մոսկվայի որոշումով 1940 թվականին խորհրդային Հայաստանում, Երևանի մատույցներում հիմնվեց ինքնաթիռաշինական գործարան, որին պատերազմի հենց սկզբից տրվեց գաղտնի թիվ 447 գործարան անվանումը։ ԽՍՀՄ-ի առաջ խնդիր էր դրված որակով եւ քանակով անցնել արևմուտքին։ Թիրախում հատկապես Գերմանիան էր ու այդ երկրի ավիաարդյունաբերությունը։ Վերջին հզորությունը 1939-ին 2 անգամ գերազանցում էր խորհրդայինի ցուցանիշին։ Կտրուկ եւ անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պատկերը փոխվում է հօգուտ ԽՍՀՄ-ի։ 1940-ից 41 թվականի առաջին կեսին արտադրվում է 12000 մարտական ինքնաթիռ։ Արդյունաբերության շատ ճյուղեր ամբողջությամբ կամ մասնակի անցնում են ռազմական պատվերների կատարմանը։ Խորհրդային բանակի սպառազինությունը պետք է թողարկեին խորը թիկունքի շրջանները։ Մոսկվան պահանջում էր 10 օրը մեկ ուղարկել ռազմամթերքի արտադրության կատարողականները։ Այսպիսով հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանը եւս միացել էր ռազմատեխնիկայի համար անհրաժեշտ նյութերի արտադրությանը։ Երևանի մերձակայքում կառուցված սինթետիկ կաուչուկի գործարանը դարձավ ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության
առաջատար ձեռնարկությունը։ Որոշումը ստորագրել էր Մոլոտովը, ֆինանսավորումը մոտ 20 միլիոն ռուբլու չափով թույլատրել Օրջոնիկիձեն։ Տարիների ընթացքում Սովպրեմը դարձավ Հայաստանում ռազմապաշտպանական արդյունաբերության ոլորտի առաջատարներից մեկը։ Ռազմական արտադրանքի համար խիստ կարևոր այս հումքի արտադրությունը սկզբունքային նշանակություն ուներ ԽՍՀՄ-ի համար։ Հանդիսանալով Խորհրդային Հայաստանի արդյունաբերության ռազմական ոլորտի առաջնեկը Նաիրի տուն կամ այն ժամանակ, ինչպես նշեցի, ՍԿ Սովպրենում սինթետիկ կաուչուկ Սովպրեն սկսեցին արտադրել սինթետիկ կաուչուկ, ինչը շատ կարևոր է ռազմական արդյունաբերության համար, հատկապես նավաշինության, ինքնաթիռաշինության ասպարեզում եւ նաեւ այդ կաուչուկի արտադրությունը, որը սկսվեց արդեն 1940 թվականի գարնանից, բերեց նրան, որ ԽՍՀՄ օգտագործելով այդ սինթետիկ կաուչուկը հայկական, այլևս արտասահմանից շատ բարձր գներով չէր գնում այդ արտադրանքը եւ կախվածությունը արտասահմանից ԽՍՀՄ-ի վերացավ, այնպես որ կարող ենք ասել, որ հայկական կաուչուկը շատ կարևոր դեր էր ունենալու Խորհրդային Միության ռազմաարդյունաբերական համալիրում։ Առանձնանում էր Դերժինսկու անվան մեքենաշինական գործարանի արտադրանքը։ Ականանետերի ստեղծման համար կանաչ լույսը այս գործարանի շնորհիվ վառված էր։ Արտադրվում էին մեծ քանակությամբ ավիառումբերի, ձեռքի, նռնակների, ականների պատյաններ, որոնք հազարավոր հատով էին արտադրվում եւ դրանք իհարկե լիցքավորվում էին Խորհրդային Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, այսինքն 10 անուն զինամթերք էր արտադրվում Խորհրդային Հայաստանի տարբեր ձեռնարկություններում եւ մեկ զենքի զինատեսակ։ Դա ուրեմն ականանետներն էին, վաշտային ականանետներ էին։ Խորհրդային Հայաստանում ռազմական տեխնիկա, մասնավորապես տանկեր վերանորոգելու առաջադրանքներ են ստանում Երևանի ավտոնորոգման եւ Լենինականի մեխանիկական գործարանները։ Միաժամանակ 100-ից ավելի արտադրամասեր են ստեղծվում։ 30-ը խոշոր արտադրական կարողություններ էին եւ շուրջ 5 տասնյակ արդյունաբերական եւ այլ գործարաններում արտադրվում էր ռազմաճակատի համար տարբեր նշանակության միջոցներ, այդ թվում զենք, զինամթերք, հանդերձանք եւ այլն։ Անպայման պետք է նշել մեր հայկական մոլիբդենի մասին, պղնձի մասին, որոնք մեծ քանակությամբ արտադրվում էին Քաջարանում, մեր այլ կապանի ուրեմն այդ գործարաններում եւ այդ հումքը նույնպես շատ կարեւոր էր ռազմական արտադրության համար եւ արտահանվում էր խորհրդային այլ հանրապետություններ, մասնավորապես խորհրդային Ռուսաստան, Ուկրաինա, Բելոռուսիա, որտեղ օգտագործվում էր։ Պատերազմից հետո խորհրդային երկրի քայքայված տնտեսության վերականգնման աղբյուրը ռազմավարն էր ու պարտված երկրների տուգանքները, որոնք պետք է վճարեին վնասի դիմաց։ Թե ինչպես պետք է բաշխվեր հարուստ ավարը, Ստալինը, Ռուզվելտը ու Չերչիլը քննարկեցին Ղրիմում։ Կոնֆերանսը բավական թեժ էր, այնքան, որ վերջնական որոշում չընդունվեց։ Թեման տեղափոխվեց Մոսկվայում ստեղծված հանձնաժողով։ Խորհրդային կառավարությունն առաջարկում էր, որ ընդհանուր գումարի, ինչպես իրենք էին հաշվարկել 20 միլիարդի կեսը անցնի Խորհրդային Միությանը։ Բրիտանական կողմը պնդում էր ժամանակից շուտ կոնկրետ թվեր չնշել։ Ստալինը վճռական էր եւ Չերչիլի հետ բանավեճում նա խնդիրը բավական կտրուկ դրեց։ Անգամ հեգնեց, թե ուզում են, որ ռուսները ռեպարացիաներ ընդհանրապես չստանան։ Դաշնակիցները պայմանավորվեցին Գերմանիային որպես վտանգավոր մրցակից դուրս մղել միջազգային շուկայից։ Ռազմատուգանքների հարցը տեղափոխվեց Բերլինի կոնֆերանս։ Եզրափակիչ արձանագրությունում նշվեց, որ արդյունաբերական կապիտալ սարքավորումները պետք է առգրավեն այնքան արագ, որքան հնարավոր է։ Ֆաշիստական ռազմագերիներն էլ կօգտագործվեն որպես աշխատուժ։ Երկրորդ աշխարհամարտում հերոսական մասնակցության եւ հաղթանակի համար Հայաստանը եւս ստացավ գերմանական ռազմավարի իր չափաբաժինը։
1946-47 թվականների ընթացքում խորհրդային Հայաստանից Ժողկոմխորի նախագահ, իսկ կառավարության նախագահի տեղակալի Գուրգեն Չոլախյանի գլխավորության պատվիրակություն մեկնեց Գերմանիա, գերմանական այն գործարանների սարքավորումները ստանալու եւ խորհրդային Հայաստան տեղափոխելու համար։ Հարկ է նշել, որ բավականին մեծ քանակությամբ ամենավերջի տեխնիկայի հագեցվածությամբ հաստոցներ տեղափոխվեցին Հայաստան, անգամ ամբողջական գործարաններ տեղափոխվեցին, անգամ BMW գործարանի որոշ արտադրամասեր, հայտնի Messerschmitt ինքնաթիռների համար արտադրող գործարանի արտադրամասեր եւ դրանք տեղափոխվեցին խորհրդային Հայաստան, այստեղ հիմնվեցին նոր ձեռնարկություններ, ասենք նաև քաղաքացիական արտադրանք տվող եւ ռազմական, ասենք ալյումինի գործարանը, անվադողերի գործարանը, դրա արդյունքում էր, որ զարկ տրվեց Լենինականի տեքստիլ արդյունաբերությանը։ Թե հստակ որքան ռազմավար ստացավ Խորհրդային Միությունը երկար տարիներ պետական գաղտնիք էր համարվում, եւ միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ինֆորմացիան մասամբ գաղտնազերծվեց։ Պաշտոնական տվյալով միայն արդյունաբերական հզորությունների գծով Գերմանիայից ստացված ռազմավարը կազմել է 400,000 երկաթուղային վագոն, այդ թվում 72,000 վագոն շինանյութ, 2,885 գործարան, 96 էլեկտրակայան, 340,000 հաստոց։ Յալտայի կոնֆերանսում մեծ տերությունները որոշեցին ոչնչացնել գերմանական ռազմական արդյունաբերությունը։ Այն, ինչ չէին արել առաջի համաշխարհային տարիներին, երբ զենք զինամթերքը Գերմանիայից պարտված բռնագանձել էին, բայց ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները թողել էին, որպեսզի գործեն։ Եվ դա էր արդյունքը, որ ընդամենը 2 տասնամյակ անց ֆաշիստական Գերմանիան հերթական աղետաբեր պատերազմը ձեռնարկեց։ Պատերազմի ավարտով միջազգային լարվածությունը ամբողջությամբ չլիցքաթափվեց, սկսվեց սպառազինությունների մրցավազքը։ 50-ականներից ԽՍՀՄ սկսեց խոշոր դեր խաղալ զենքի համաշխարհային շուկայում։ Պատերազմը կերտողները լավ են հիշում այս պատմական իրադարձությունները։ Նրանք զրկանքներով լի ճանապարհ անցան, որ հաղթանակն իրական դառնա։ Ասատուր Բազյանը տուն վերադարձավ մեդալներով։ Դժվար էր նրա ճանապարհը։ Վիրավորում ստացավ, սակայն 1 րոպե անգամ չմտածեց պայքարը կիսատ թողնելու մասին։ Եկել եմ տուն, հենց պատերազմը պրծալա։ Պատերհայտ Օզերովը, որ հայտնում էր սա աշխարհը դողում էր, թե ինչ հաղորդավարը, ուրախացակ, պարեցիք, չեք իմանում էր, ինչ անեք, որ պատերազմը պրծալա, ուրախացակ, շատ, դե հիմա արդեն հարրամյակս հունորվարի 5-ին եղալա, հերս մտալա Բերլին, մի հատ չի վիրավորվա, բայց ես մինչև Վարշավա 3 անգամ վիրավորվել եմ։ Արևաբույր գյուղի այս տանը երեխաների, թոռների, ծոռների եւ ծոռան թոռների հետ է ապրում Խաչատուր պապը։ 4 եղբայրով պատերազմ գնացին, 4-ով էլ վերադարձան, թեև խոսել դժվարանում է, սակայն պատերազմի հետքը չի ջնջվում։ Պատմություն կերտողների մեր հարգարժան վետերանների շարքերը տարեցտարի նոսրանում են, ինչպես ասում են Աստծո գործերն անքննելի են, բայց մենք ապրում ենք մի շրջափուլում, որ լսել ու դեռ լսում ենք 80-ամյա հաղթանակի պատմությունները հենց առաջին ձեռքից, իսկ հաղթանակի ժամանակահաղորդաշարը այն կամուրջն է, որ ձեզ է փոխանցում այդ ապրած ու չապրած տարիների արյունոտ, մշուշոտ, ինչպես նաև ամենալուսավոր դրվագները։
Նախագիծն իրականացվում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։